Սիրելիներս, բարի լույս, ինչպես է։ Հուսամ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք լավ ենք, վեր ենք կացել, ես Էրիկը Կրիստինա։ Հիմա անցել եմ խոհանոց, մեզ բոլորիս համար նախաճաշ պատրաստել, միջև Վիկտորյան ու Արտուրն վեր կգնան, մեր տան երկար քնողը իրենք են։ Կրիստինան կացավ խմեց, հիմա դա իրան բավական է մոտ 1 ժամ, որ ոչ մի բան չցանկանամ։ Էրիկն էլ է խմել, հիմա խաղում է, Էրիկը այնտեղ կոտրում է, խաղում է, մի խոսքով Կրիստինան տան մեջ է ծանիվ է քշում, բայց փորձում եմ ինքս ինձ ասել, պետք է խաղամ, ոչ մի բան չեմ կարող անել։ Այդտեղ մամա ընդեղն է, նա ձեռքը վարի։ Մատը փաչիկ կանես, Էրիկին երևի վերսակի փաթիներ կպատրաստեմ։ Միգուցե և Կրիստինային նույնպես տեսնեմ, բայց Կրիստինային ավելի շատ ուզում եմ կարագ մեղր հացի վրա պատրաստել, որովհետև այստեղ նշիկներ ունի, որը որ նորից բորբոքվել է։ Համ կոկորդը կփափկի, համ գոնե ավելի սննդարար է։ Օրը նոր է բացվել, ոչ մի բան չենք պլանավորել։ Տեսնենք օրը ինչպես կընթացի։ Կրիստինան այսօր հրավիրված է ծնունդի, իր դասընկերոջ ծնունդն է, մանկական սրճարանում են անելու, Կրիստինան կգնա, ընկերուհիս կտանի, ընկերուհիս երեխան էլ է Կրիստինայի դասարանից, այդպես պատճառով իր հետ կգնա, հետո ես կգնամ կբերեմ, որովհետև 3-ի հետ էլ գնալ չեմ կարողանա, այդպես։ Դա էլ մեր դեռ նախնական, այսպես ասած, կիսագծած մեր օրն է։ Հիմա գնամ, նախաճաշը պատրաստեմ, վառված սուրճի հոտ եմ առնում, ինձ թվում է մեր դիմացի հարևանը սուրճը վառել է։ Կամ թափել է, մի խոսքով։ Իամ անցնեմ գործերին, ինչքան շուտ վերջացնեմ, այնքան ազատ ժամանակ ունենամ, որ ազատ ժամանակ էլ ունեցա, կարող եմ տրամադրել իմ ընտանիքին։ Գնամ, գործերս անեմ, դուք էլ գնացեք, չալարեք, գնացեք արեք, ինչքան արագ, այնքան մեր օգուտն է, հա։ Դե ինչ աղջիկներ, ես գնամ գործերին, դուք էլ ձեր գործերին, ընթացքում նայից կհանդիպենք։ Հավը սառնանից դուրս բերեցի, այս ընթացքում մինչև ցերեկ ետ կգա։ Ծուլացա ու չհամեմեց հավը, սովորաբար ես համեմում եմ, թողնում եմ 1 օր սառնանում, այնուհետև դնում եմ սառցրան։ Այս անգամ ծուլացա։ Նախորդ որ համեմում է, շատ ավելի համեղ է լինում, համերը լավ անցած է լինում մսին, բայց այս դեպքում ինչ արած, հիմա ետ կգա, կհամեմեմ ու կամ այրոգրիլի մեջ կպատրաստեմ, կամ հենց միանգամից կարտոֆիլով կդնեմ արագ ջեռոց, որպեսզի շուտ պատրաստվի, որովհետև այրոգրիլը փոքր է, միայն հավը կբավականացնի, իսկ կարտոֆիլն էլ առանձին պետք է եփեմ։ Մազերս կապեցի, խոհանոցում չեմ սիրում, որ մազերս արձակ լինի, ես անցա գործերից, մինչև անցնելը գործերից հիշեցի, որ երեկոյան լվացքը դրել էի, արդեն անջատվել է դե բնականաբար, հիմա առաջինը ինչ պետք է անեմ, լվացքը փռեմ, նոր անցնեմ գործերից։ Քանի երեխաները փոքր ինչ դեռ քաղցած չեն, գնամ արագ լվացքը փռեմ ու անցնեմ խոհանոց նախաճաշի պատրաստմանը։ Այս ի վերջո իմ ընտանեկան խորհուրդը, այսինքն մասնավորապես աղջիկներս որոշեցին ներփաբլիթ են ուզում, նուտելայով։ Ես էլ դե ինչ արած, ուզում են, կարևորը որ ուտեն, սա եմ պատրաստում, արդեն լինում եմ մյուս եղավ, հիմա սա եմ անում, Արտուրին սենդվիչ կպատրաստեմ, դե սուրճ, երեխաներն է կամ հյութ կամ կակաո։ Եվ այսպես, ես անցա մնացածն էլ պատրաստեմ, այստեղ քիչ եմ պատրաստում, մոտ երևի թե 20-25 հատ, որովհետև մեզ դա բավական է, մսով չեմ պատրաստելու, ուղղակի քաղցրով ուտելու համար։ Մտածում եմ, դե արդեն նշեցի, Էրիկին ու Կրիստինային Արսեն կա պատրաստել, բայց քանի որ չեն ուզում, համ երկուսն էլ թե Վիկտորյան, թե Կրիստինան ներփաբլի ցանկացան շոկոլադե, ավելի լավ է սա պատրաստեմ։ Ես էլ սա կուտեմ իրենց հետ, բայց ես կուտեմ թթվասերով։ Արտուրը չի սիրում, այսպես տարբերակով, իրեն էլ սենդվիչ կպատրաստեմ։ Տանը ամեն մեկը մի նախասիրություն ունի սիրելիներս, բայց կարևոր հարցը երեխաներիս ուտելն է, այնպես եմ անում, որ գոնե իրենք ուտեն, որ խիղճս հանգիստ լինի, իսկ Էրիկին էլ հիմա овсянкան կպատրաստեմ ու ինքն էլ овсянка կուտի։ Էրիկին արդեն վաղուց է կատնաշոր չեմ պատրաստել, ռուսական խանութ էլ չեմ գնացել։
Կամ կպատրաստեմ, կամ այսօր երևի թե դուրս կգանք, մինչև երկուսն են աշխատում կիրակի օրերը։ Դուրս կգանք, կգնամ կառնեմ երեկոյան կամ առավոտյան, որպես նախաճաշ բանանի կամ մալինայի հետ կտամ, որտեղ դա շատ օգտակար է։ Նամանավան տան պատրաստածը։ Այս անգամ փոքր հաստ եմ անում, որովհետև սա այն նրբաբլիթները չեն, որի մեջ որ ինչ-որ միջուկ ենք դնելու, միս կլինի, տվարող կլինի, մի խոսքով, սա ուղղակի նուտելան քսելու եմ վրան և ուտեն։ Տենց երնես, ես անցնեմ սա վերջացնելուն, ընթացքում կմիանամ ձեզ։ Հասալ իրենց նախաճաշը, տեսեք, նրբաբլիթ է, չեմ ցույց տվել, որովհետև ինձ թվում է կարիք չկա, նացիա եմ օգտագործել, ես աշխատում եմ, որ գնելուց չլինի մեջը պալմայի յուղ, ամենը թխվածքաբլիթներ, շոկոլադ, ամեն բան ուշադիր եմ լինում, դուք էլ ուշադիր եղեք, որովհետև ասայիտ է պալման, այսինքն պալմայի յուղը շատ վտանգավոր է սիրելիներս, այն օրգանիզմից դուրս չի գալիս ու հազարու մի հիվանդություններ է առաջացնում։ Տեղից մեր սնունդը հիմա ամենը արհեստական է, ինչքան կարող ենք վտանգավոր, այսպես ասած, սննդից զերծ պահենք մեզ։ Ուրեմն նրբաբլիթների մեջ շատ չնչին քանակությամբ դրել եմ, 3 նրբաբլիթ եմ պատրաստել և սովորական փաթաթ։ Նույնն էլ սա և Քրիստինան մանգո չի սիրում, այսպես ասած, քիչ եմ դրել, Վիկտորիան սիրում է, Վիկտորիան փոքր ավել, քանի որ քաղցր է, այդ իսկ պատճառով ջուր կխմեն, հյութ չեմ տա, կաթնել քիչ է մնացել, վերջանում է։ Դա կթողնեմ Էրիկին, հիմա մեկ է դուրս են գալու, կմտնենք խանութ, գնումներ կանենք, կաթնել կվերցնեմ։ Լվացքի մեքենայի աղմուկն է, նորից լվացք ունեի, դա դրեցի, սրբիչներն եմ այս անգամ դրել, որպեսզի լվանամ, հիմա տանեմ երեխաների նախաճաշան, անցնեմ Էրիկին տամ ուտելուն, և արդեն Արտուրին նոյիմը պատրաստեմ։ Քանի որ բոլորն արդեն կերել, խմել, կուշտ են, այսպես ասած, հիմա ես անցնեմ սուրճի պատրաստմանը, ես էլ գնամ նախաճաշեմ, Արտուրը դեռ չի ցանկանում, ուզում է քնել, ոնց ինքն է ուզում, թող հանգստանա, ավելի լավ, ես էլ արագ գործերս կանեմ ու կգնանք զբոսնելու միասին։ Ցույց եմ տալի, որ դու մենակդ հացիկ չես ուտում, դու բեբե ես, հա, բեբե ես, բեբեներն են մենակ, իրանց ձեռքով չեն ուտում, բա, հուսամ ինձ այսօր խոհանոցում գոնե 2-3 ժամ չեմ տեսնի, մի փոքր կթողնեն հանգստանամ, սա Արտուրի նախաճաշն է, 1 հավկիթ եմ պատրաստել, վերևում պանիր է, այնուհետև հավկիթը, վիչինա, նորից հավկիթ, պանիր և դրել եմ մի փոքր հացը չորանա, որպեսզի պանիրն էլ հալվի և իհարկե սուրճ։ Դա ինչ տանեմ Արտուրն էլ ուտի, արագ երեխաներին մեզ պատրաստեմ ու դուրս գնանք խանութ ու զբոսում ենք, ասեք Էլեն ջան, այսօր ես գնում մենակ։ Դա ես էլ կասեմ գնում եմ երեխաների ու Արտուրի մոտ Կարեֆոր, քանի որ ես մինչև գործերս վերջացրեցի, ամենը հավաքեցի, վերջացրեցի, Արտուրը երեխաները չէին համբերում, արդեն դուրս էին ուզում, Արտուրը երեխաների հետ գնաց, դա ես էլ ասացի դու գնացեք, հետո ընթացքում ես գամ կմիանամ ձեզ։ Հիմա իրենք արդեն խանութում, ես էլ գնամ միանամ իրենց, գնումներն անեմ ու գանք տուն, այնքան շոկ է մանեմ գալի, որտեղ որ հով է, այդ հատվածներով եմ գնում, որովհետև հենց դուրս ես գալի արևի, մի անգամից կտրնում ես, այդքան շոկ է։ Քայլելուց էլ շունչս է կտրվում և արագ եմ գնում շտապում, գնամ արագ, քանի Արտուրը նորից չի զանգելու, այս անգամ իսկապես ջղայնացալ, քանի որ մինչև հավաքեցի դուրս եկա ուշացա,
Բայց դա ես էլ չեմ կարող առանց հավաքել տանից դուրս գալ։ Ինձ սիրելիներս գնամ խանութ, այնտեղից կմիանեմ ձեզ։ Victoria. Sí, pero las niñas, vamos a esto, mira. Mira eso. Vamos. ¿Eso tú tienes? ¿Eso? ¿O este? Mira. No, es que este es de sirena. ¿Ese es más? ¿Igual a? Sí, este es sirena. Uzmaz así. Pero este es sirena, pero no. Es mi uzmaz. Esa es para tu sorunas, ¿ah? Es Sí, un. ese tengo. Toma. Bence sizin. Yo creo como una testa. De vertru mi ben vertru gınank vi. Mira, esto está fuera. Mira, mamá, yo estoy. Vale. Կամած, գնա։ Կամած քշի որ չեմ գնա։ Վիգ ոնց ես։ Լավ ես։ Դե քշի։ Ah. Pero está muy calor ahí. Van գնումներն արեցինք։ Հիմա էլ մամա, պապա, ասելով բոլորս գնում ենք։ Որոշեցինք ընտանյակ հանդերձ նիստի նստեցինք ու որոշեցինք, որ գնում ենք սուրճ և պաղպաղակ ուտելու, հետո նոր գնանք տուն։ Ես էլ արդեն շոքից մազերս եմ կապել, որովհետև անհնար էր մազայս արձակ թողնել։ Հիմա էլ գնանք պաղպաղակ ուտենք ու գնանք տուն։ Azúcar, pero morena, mejor morena. Սրճեցինք, երեխաներն ինչպես միշտ պաղպաղակը վերցնում ու չեն ուտում, մեզ այդ համը դուր չի գալիս։ Կիս այդ մնաց, թողեցինք եսին սառը, այսպես ասած հյութն եմ վերցրել, շատ սառն էր, չեմ կարող մի անգամից խմել, որ մի անգամից խմեմ, իմ կոկորդն էլ է անմիջապես բորբոքվում, մամա գնանք տուն, երեխաներին հաց տամուտեն, որտև ժամը 5-ին Կրիստինան պետք է գնա։ Մենք եկանք տուն, իրենց ընտրած, այսպես ասած, խաղալիքն է, լեգոից բրանսլետ են ընտրել իրենց, հիմա ամեն մեկ իրենց ցանկությամբ ոնց որ ցանկանան կձևավորեն, ինչ եք խանգարի, չէ, մաման էլ գնա գործերը վերջացնի, հա, հետո դու կգնաս ծնունդ, մենք էլ կգնանք ման գալու։ Սի, դե դուք խաղացեք, երեխեք, դե դուք խաղացեք, մաման գնա գործանի, վալե, դե պակա, խելոք կմնեք։
Եկել եկանք տուն, Արտուրը դուրս եկավ ընկերոջը պետք է տեսներ, ես էլ արագ հիմա գնումները դասավորեմ, քանի երիկը քնած է ինձ կթողնի հանգիստ անեմ, երեխաներին ճաշի տաքացնեմ ուտեմ, որովհետև Կրիստինան սա շուտով դուրս է գալիս, բնականաբար այնտեղ միայն այսպես կոնֆետ, քաղցր, այդպես բաներ է ուտելու, չեմ էլ մտածում, որ ինքը այնտեղ ինչ-որ բան է ուտելու, նախ եւ առաջ այստեղ ծնունները մեր պես չեն նշում, այստեղ իսպանացիները նշում են ինչ-որ տեղ են վերցնում, մանկական, այնտեղ ուղղակի սեղանը դնում են պլաստիկ կապսաներ, պլաստիկ բաժակներ ու չուչեներ, այդ ժելատինե հարիբու, այդ տեսակ կոնֆետներ, քրտուփերով սոկեր, չիպսեր, ձողիկներ ու վերջ ու տորթ է իրենց մոտ այդպես են ծնունդը նշում, եթե երեխաներով են անում։ Այդից պատճառով ավելի լավ է հիմա հացը կտամ կուտի, որպեսզի հանգիստ գնա։ Տեղից երեկոյան 9:30 է գալու, արդեն հոգնած կլինի, մի կուտի կամ յոգուրտ ու գլողանա կգնանք։ Երիկին եմ վերցրել, մանկապարտեզ է արդեն շուտով գնալու, մանկապարտեզի համար եմ վերցրել, արժեքը 10 եվրո է։ Խոզի միս եմ վերցրել, ամեն մեկը կես կիլոգրամ արժողությամբ, մեզ մոտ կիլոգրամն արժե 5 եվրո 90 սենտ։ Այստեղ մալինա եմ վերցրել Երիկի ու Կրիստինայի համար, սա արժե 125 գրամը 3 եվրո։ Ավոկադո եմ վերցրել 2 հատ 1.99, սոխ եմ վերցրել, սոխի արժեքն էլ 1.90, բանան եմ վերցրել, մոտ արժե հիմա կասեմ, արժեքը բանանի արժեքը արժե 3.44, կիլոգրամն արժե 3 եվրո 25 սենտ։ Այսպիսի աղցանի սալաթային միքս եմ վերցրել, հավկիթ եմ վերցրել, կտրտած սունկ եմ վերցրել, խաղող եմ վերցրել, պիստակը այստեղ ուրեմն 200 գրամն արժե 3 եվրո, ձեռնոցիկ եմ վերցրել, մակարոն, այստեղ ամանի մեքենան լվանալու համար հատուկ կապսուլներ են, զուկինի եմ վերցրել, երեխաներին են հյութ եմ վերցրել, 2 կաթ եմ վերցրել, գազար, սալմոն, այս միկրոֆիբր կտորներն եմ վերցրել, սրանք շատ լավ մաքրում են փոշին, պատուհանի վրայի կեղտը, Երիկի համար դրսում այսպիսի պյուրեներ, գազպաչո եմ վերցրել, որ միայն ես եմ խմում, մեր տանը չեն սիրում, մայոնեզ եմ վերցրել, այս գերմանական վաֆլիները Արտուրն է շատ սիրում, իր համար եմ վերցրել, պղպեղն է շատ համեղ, սա եմ վերցրել, գարչիցան վերցրել եմ, մսային ուտեստները համեմելու համար, երկար տարիներ միայն Garnier-ի այս միցիլյար ջուրն եմ, հեղուկն եմ օգտագործում, քանի որ սա շատ լավ դուրս է հանում, աչքերը չի մրմրացնում, մաշկը չի գրգռում, ամանի սպունգն եմ վերցրել, ես շատ հաճախ եմ սպունգը փոխում, որովհետև ինչքան էլ ախտահանես, միևնույն է այն չի ախտահանվելու, իսկ մեր առողջությունից կարևոր բան չկա, այստեղ ուրեմն 2 հատը, մեզ մոտ 75 սենտ է, ես ամսվա մեջ այս 2 հատն էլ օգտագործում և դեն եմ նետում, այստեղ յոգուրտ եմ վերցրել և հյութ, սա էլ մեր այսօրվա գնումներն է սիրելիներս։ Հավի համար սոսն եմ պատրաստում, այստեղ դրել եմ գարչիցա, մայոնեզ, սոյայի սալսա, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, կոմինո և կարի և ձիթայուղ։ Հիմա այս ամենը կխառնեմ, կդառնա համասեր զանգված և կպատեմ հավի մեջ։ Վերջը որոշեցի աերոգրիլի մեջ պատրաստել, որտեղ այստեղ ավելի համեղ է ստացվում։ Սիրելիներս, այսօր մեզ մոտ տոնում են Մարիամ Աստվածածնի օրը, սովորաբար այդ օրը տոնում են փետրվար ամսվա սկզբին։ Մեր շենքի դիմացի մասում փոքրիկ մատուրի պես եկեղեցի կա, այդ մատուրից դուրս հանեցին, դե արդեն տեսնում եք շքերթը, մարդիկ, երաժիշտները,
Արջևից ոստիկաններն են ճանապարհն են փակում, որպեսզի դիմացից մեքենաները չգան, որովհետև սա կենտրոնական փողոցն է։ Իրենք այսպիսի ավանդույթ ունեն, որ ամեն անգամ կլինի Նոր տարի, կլինի Սուրբ Զատի, կլինի իրենց եկեղեցական տոներից որևիցե մեկը, միշտ արձանիկները հանում են ու քաղաքով մեկ պտտում են, այնուհետև բերում են նորից նույն եկեղեցի եւ այդտեղ պահում են։ Կովիդի ընթացքում գրեթե 2 տարի չէին անցկացնում, հիմա նորից վերսկսել են։ Դե ինչ, հուսամ ձեզ դուր կգա, հետաքրքիր կլինի եւ կդիտեք։ Սա էլ մեզ մոտի ամենահամեղ ռեստորաններից մեկն է, որտեղ միմիայն մատուցում են հիմնականում ձկնեղեն։ Վերջերս ձևափոխեցին այս ռեստորանը եւ այսպես գեղեցիկ վիտրինայի տեսքով դնում են թարմ ձկները սառույցի վրա, այսպես եւ մարդկանց ուշադրությունն են գրավում դեպի իրենց ռեստորանը։ Օրինակ, մինչ վերափոխել է, մենք այստեղ եղել ենք եւ իսկապես այստեղ շատ համեղ ձուկ են պատրաստում։ Աղջիկներ, տեսեք, ինչքան գեղեցիկ տեսարան եմ ձեզ բերել, ամպերն ինչքան գեղեցիկ է այսօր մեզ մոտ։ Ծովն էլ այսօր շատ ալիքոտ է։ Ցուրտ չէ, բայց մի տեսակ այսօր ծովը անհանգիստ է, մարդիկ շատ չեն, սովորաբար այս ժամերին տեղ ու դադար չի լինում ափին, բայց այսօր քիչ են։ Դե իսկ վերջում էլ սիրելիներս իմ ամեն օրվա ռուտինայի մեջ եմ մտնում։ Ամեն անգամ քնելուց առաջ միշտ լվացք եմ ունենում, որը որ պարտադիր պետք է անպայման դասավորեմ եւ դնեմ պահարանում, որովհետեւ եթե մնաց կկուտակվի։ Այդ իսկ պատճառով սովորաբար եթե չեմ տրամադրվում, որպեսզի վեր կենամ եւ անեմ, ինչ որ մի հետաքրքիր ֆիլմ եմ դնում կամ իմ սիրած վլոգերին եմ դիտում եւ արագ անում եմ։ Երեխաներից ճաշնել է սարել, երեկոյան ուշամի պատրաստեցի, ոսպով, բանջարեղենով եւ մսով սուպիկ եմ պատրաստել, միսը այսպես մանր կտրատում, սիրելիներս տեսեք, որպեսզի ուտեն, որովհետեւ եթե ուղղակի կտորներով այսպես միսը դնեմ, ոչ մեկ չի ուտելու։ Դե ես էլ հարմարվում եմ իրենց մինչև կմեծանան։ Հիմա ժամը մեզ մոտ բավականին ուշ է, ճաշն էլ դնեմ սառնարան, որպեսզի չթթվի, երեխաների լվացքն էլ դնեմ, լվացքը պտտվի, առավոտյան վեր կկենամ, շուտ կփռեմ։ Այստեղ են ասել, անխելք մարդու վերջը լավ լինի, հիմա իմն է, փոխանակ գնամ, երեխաները քնել են, ես էլ քնեմ հանգստանամ, ինքս ինձ կոտորում եմ։ Գործերս վերջացրեցի, դիմարտերումս մաքրեցի, մազերս կարգի բերեցի, այսպես ասած, խնամքը կատարեցի ու հիմա քանի երիկը քնեց, որտեղ մի պահ արթնացել էր, ինձ թվաց վերջ գիշեր ընդհանրապես չի քնելու, որտեղ լինում այդպես, որ վեր է կենում, քուն առնում ու հետո չի ուզում քնել։ Լավ էր, մի փոքր ինձ տանջելուց հետո քնեց։ Հիմա քանի քնել է, ես էլ գործերս վերջացրեցի, գնամ հանգստանամ,
Վաղը նոր է բացվելու բոլորիս համար։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Մեզ մոտ ժամը 12:30 է ու այս ժամին այս մոտոները անընդհատ գնում գալիս են։ Գիշերվա ընթացքում էլ քնած ես լինում, մենք էլ այդ ձայնից վեր ես թռնում, որովհետև հենց գիշերը ոնց որ թե հատուկ իրենք այդքան արագ գնան։ Բայց արդեն սովորում ենք, նամանավանդ մերը, որ կենտրոնական փողոցել է, ավելի շատ է այդ աղմուկը լսվում։ Այսօր մեր օրը հագեցած էր, բավականին հոգնեցի, եթե անկեղծ, խանութ առավոտյան արդեն կտեսնեք վլոգում, անընդհատ շարժման մեջ, այնուհետև գնացել ենք խանութ, երեխաների հետ մինչև ետ եկանք այն էլ ոտքով, այդ շոգին ժամը 2-ին որոշեցինք ճանապարհին մտնել, պաղպաղակ ուտել, Արտուրը սուրճ խմեց, ես հյութ վերցրեցի, բայց ընդհանրապես լավ չէր սիրելիներս, շատ քաղցր էր ու շատ սառն էր, դե ինքը սառույցից էր պատրաստված, դե բնականաբար պետք է սառն լիներ, բայց սառնության հետ այդ քաղցրությունը ընդհանրապես չէր համապատասխանում ու չէր թողնում, որպեսզի գոնե խմել, բերեցի տուն ու հասկացա, որ չեմ կարող, դե նետեցի, երեխաներն էլ ինչպես միշտ իրենց պաղպաղակն են կիսատ թողնում, ամեն անգամ գնում ենք ու ամեն անգամ այնպիսի պաղպաղակներ են ընտրում, որ անտանելի, չես հասկանում, երևի թե գույնին է խապնվում, վերցնում են իբրև թե ձմերուկի համով է կամ ելակի համով, դե այդ պաղպաղակներն ինչ պետք է լինեն, գույն տված, ինչ-որ քիմիական նյութերով պատրաստված, ընդհանրապես համով չի լինում ու ամեն անգամ ես իրենց ասում եմ, երեխեք դուք միշտ այս ձևը խապնում եք գույնին ու վերցնում եք ու հետո չեք ուտում, եկեք սա վերցնենք ավելի համով, չէ, որ չէ, կամ էլ կգնան այն շոկոլադե հատիկներով կամ որի վրա շոկոլադ կա լցրած, դա են վերցնում ու նորից շոկոլադն էլ դառն է լինում, իրենք չեն ուզում ու մնում է, փորձեցինք ես ու Արտուրը ուտել, որովհետև ափսոս էր համենայն դեպս, բայց հասկացանք, որ չի լինի, Արտուրը ջղայնացավ, ասում ամեն անգամ նույն բանն են վերցնում, չի ասում, դե եթե պետք է գնում ենք, որ իրենց ընտրությամբ լինի ու եթե ես ասում եմ, իրենք չեն լսում, ինչ կարող եմ անել։ Դա էլ այդպես իրենես, հետո եկանք տուն, արագ ճաշը պատրաստեցի, երեխաներին ոսպովապուն էի պատրաստել, այնուհետև Կրիստինա գնացել էր իր դասընկերոջ ծնունդը, մենք էլ գնացել ենք դուրս, փոքր էլ դրսում մեր ժամանակ անցկացրեցինք, եկանք տուն, հաց կերանք, ընթացքում էլ արդեն Կրիստինան եկավ, երեխաներին լողացրեցի, մի խոսքով դե արդեն վլոգում կտեսնեք, դե ինձ սիրելիներս չերկարացնեմ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, ես բոլորից շատ ջերմ գնահատում և սիրում եմ ու ամեն մեկը դյուրովի ինձ համար շատ կարևոր է, որովհետև ձեր շնորհիվ իմ ալիքը գնալով մեծանում է և դրանում միմիայն ես շնորհակալ եմ բոլորիցս, ամեն անգամ չեմ հոգնի կրկնելուց, որ շնորհակալ եմ, որ ինձ ջերմ խոսքեր եք, շնորհակալ եմ, որ միանում եք իմ ալիքի, դե ինձ սիրելիներս, ձեզ բարի գիշեր եմ մաղթում, կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն։